Ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։ Մարտի 24-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն ու ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին, ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալները և ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։ Առաջիկա օրերին սպաները քննություններ կանցնեն նաև կրակային, շարային ու մասնագիտական պատրաստության առարկաներից։ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ, օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը։ Ներկա են եղել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինի Նիքսիր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել, հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 24-ի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել և հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունն է ստացել Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Այն կընդգրկվի ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի և կայուն խաղաղության նշաններ լինեն, Հայաստանը կարող է քննարկել Հայաստանում ԵՄ դիտորդների համար նոր մանդատի հարցը։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա վստահություն, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդներին ամբողջությամբ հանել Հայաստանից, Հովհաննիսյանն ընդգծել է. Եթե մենք խոսում ենք երրորդ կողմերի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է, այսինքն Բանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե բարդ է ասել վստահության մասին։ Նա հավելել է, երբ նշվում է երրորդ երկրի ուժ, խոսքը ռազմական ներկայության մասին է։ Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի Դինամո մարզադաշտը կարող է որակազրկվել։ Armenpress-ի թղթակցի հաղորդմամբ, եթե UEFA-ն որակազրկի վրացիներին անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղին, որը նախատեսված է սեպտեմբերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել իր պաշտոնական դիմանկարի կապակցությամբ, որը տեղադրվել է Կոլորադո նահանգի Կապիտոլիումում։ Ոչ ոք չի սիրում վատ լուսանկար կամ նկար ունենալ, բայց Կոլորադոյի նկարը միտումնավոր խեղաթյուրվել այնպիսի մակարդակով, որ նույնիսկ ես հավանաբար նախկինում երբեք չէի տեսել, ասել է Թրամփը։ Նախագահը քննադատել է նկարի հեղինակ Սարա Բորդմենին և նշել, որ նրա կողմից արված Օբամայի նկարը պատշաճ տեսք ուներ։ Նա հավանաբար տարիքի հետ կորցրել է իր տաղանդը, ասել է նախագահը։